շատ ավելի հեռուն տանել։ Հայհոյել սեռական բնույթի վիրավորանքներ հասնեն։ Միջը երբ եք մուծի տանելով այս մարդկանց աշ գնացեք, ձախ գնացեք։ Ատելության խոսքին ի պատասխան հասարակության շերտերը պատասխանելու են ատելությամբ։ Մարտադաշտում չի եղել հայաստանցի եւ արցախցի, եղել է հայաց։ Այն անձիկ, որոնք ատելության խոսք կհնչեցնեն, կարող է սպառնալ քրեական պատասխանատվություն, ընդհանուր մինչև 2-ից 5 տարի ժամկետով ազատազրկման տեսքով։ Հայհոյանքը դառնում է դատարկությունը լցնելու միջոց։ Վերջին շրջանում քաղաքական գործիչների պաշտոնյաների խոսույթում եւ հրապարակումներում ավելացել են ատելությունն ու անհանդուրժողականությունը, որն է պատճառը։ Այստեղ շատ ավելի լուրջ խորքային պատճառներ գոյություն ունեն։ Այս վերջերս ինչ որ խորացել է, թվում է թե ոնց որ պատվերով էլի, ոնց որ հատուկ ատելության խոսքը Արցախի տեղահանված մեր հայրենակիցների, մեր հարազատների ուղղված։ Ինձ թվում է սա շատ լուրջ խորքային պատճառ ունի, շատ լուրջ։ Ես չգիտեմ, նույնիսկ կարող է իմ այս անալիզից հետո շատերը ինձ քարկոծեն, բայց չեմ կարող չասել։ Ուրեմն Հայաստանի այսօրվա տարածքի բնակչությունը վերջին հաշվով 80% երևի։ Մենք բոլորս, մեկն էլ ես, մենք բոլորս հայրենազրկված մարդկանց թորներ ենք, հայրենազրկված։ Սա խորը հետքեր թողող երևույթ է ընդհանրապես մարդու վրա։ Մարդ, որը կորցրել է հայրենիք, մարդ, որը կորցրել է տուն, իր պապերի թողած հետքը, իր պապերի գերեզմանները, սա ծանր բան է հոգեբանական։ Եվ մենք բոլորս վերջին հաշվով դրանց թորներն ենք։ Եվ մենք մեր ենթագիտակցության մեջ մենք սա չենք մոռացել։ Այդ ցավը մեզ անդադար տանջում է, անդադար։ Եվ Արցախի բնակչությունը, մեր հայրենակիցները, Արցախի բնիկները, Արցախի էթնոսը վերջինն էր, որը հայրենազրկվեց։ Արցախցիներին էլ բերեցին մեր դաշտ, որտեղ մեզ էլ ժամանակին միշտ ասել են, ինչու լքեցիք ձեր հայրենիքը, մնայիք, պահեիք ձեր տունը, կռվեիք, չէ՞, բայց մեր բոլոր հայրենազրկումները վերջին հաշվով մինչև անկախության արտագաղթը, անկախության ժամանակից սկսած արտագաղթը դեպի ուրիշ երկրներ, մենք մեր պապերը լքել են հայրենիքը ոչ փորի համար, ոչ, նրանք լքել են ստիպված, նրանք լքել են իրենց զավակներին, իրենց ընտանիքները ֆիզիկական ոչնչացումից փրկելու համար։ Հատկապես բռնի տեղահանումից հետո արցախցի մեր հայրենակիցների դժգոհությունները, բողոքներն ու առաջարկությունները իշխանության որոշ ներկայացուցիչներ ցավագին են ընդունում, նրանց մեղադրում քաղաքական այս կամ այն ճամբարի կողմից ուղղորդվելու մեջ։ Դժգոհություններն ուղղորդված են, թե օբյեկտիվ։ Այն ժամանակներում էլ, հիմա էլ միշտ քաղաքական ուժերը դիմություն լինի, ընդդիմություն լինի, բոլորը այս երևույթները օգտագործելու են, միշտ օգտագործելու են դիվիդենտներ շահելու համար։ Իշխանությունը իր համար, ընդդիմությունը իր համար, ինչու՞ չէ, միշտ էլ գտնվելու են այդ։ Իսկ խորքի մեջ այս ամեն ինչը անկրթության եւ մեծագույն անգրագիտության, հայրենիքի հասկացողության, գլոբալ իմաստով հայրենիքի հասկացողության բացակայության հետևանք է։ Վտանգավոր չէ արդյոք հայերին յուրայինների ու օտարների բաժանելը, ուր կտանի մեզ երևանցի, լոռեցի, արցախցի, շիրակցի տարանջատումը։ Հայրենիքը միայն իմ տունը չէ, կամ այն տեղը չէ, որտեղ ես ծնվել եմ։ Հայրենիքը շատ ավելի խորը հասկացողություն է։ Հայրենիքը ամբողջականության մեջ է, մեծ տանիքի մեջ է, մեծ ընտանիքի մեջ է հայրենիքի գաղտնիքը։ Իսկ մենք մեր ծննդավայրից այն կողմ հայրենիք չենք պատկերացնում, մեր թաղից այն կողմ հայրենիք չենք, լավագույն դեպքում մեր քաղաքից այն կողմ հայրենիք չենք պատկերացնում, ու մինչև հիմա բան, ես երևանցի եմ, ես գյումրեցի եմ, ես չգիտեմ որտեղացի եմ, ես ընդեղացի եմ, այո, ով ասում, որ մոռանանք մեր ծննդավայրը, բայց
Այդպես չի, հայրենիքը դա չի։ Ինչ է նշանակում, այսինքն մնայք կռվեիք, այսինքն եթե վաղը Աստված չանի հյուսիսից արձակվեն, ենթադրենք Տաուշի շրջանից, մենք դի բոլորս նստենք նայենք Տաուշեցիներ գնացեք զոհվեք, այնտեղ գնացեք պահեք ձեր երկիրը, այսինքն սա ինչ հոգեբանություն է։ Սա ամենաստոր բանն է, որը չենք կարողանում հանել մեր ժողովրդի միջից։ Կավլիցի ես նկատի չունեմ, բոլորը չէ որ այդպես են փառքաստու, բոլորը չէ որ այդպես են մտածում, բայց հիմնականում այդպեսակ մտածողները կամ ինչ որ ուղղվածություն ունեն քաղաքական դիվիդենդներ շահելու համար, կամ պարզապես անկիրթ, անգրագետ, փորիով ապրող, փորի գաղափարով ապրող մարդկանց հետևանք է։ Սոցցանցերում, հատկապես TikTok-ում հայհոյանքը շատերի համար դարձել է շփման նորմա, որն է պատճառը։ Անդադար մենք ոչ թե փնտրում ենք ելք, ոչ թե փնտրում ենք երկ իրավիճակից դուրս գալու, որը կարծում եմ ցանկացած խելացի մարդ այդպես պետք է վարվի։ Ցանկացած խնդիր, երբ որ հիմա հայտնվել ենք մի իրավիճակում, փոխանակ ելք փնտրենք իրավիճակից, անդադար փնտրում ենք մեղավոր։ Ով էր մեղավոր, որ մենք հայտնվեցինք այդ իրավիճակի մեջ։ Այնինչ պետք է ելք փնտրել, ոչ թե մեղավոր։ Մեղավոր երբեք չենք գտնելու։ Ես քեզ եմ մեղադրելու, դու ինձ, այն մեկը այն մյուսին, այն մեկը այն մյուսին, որովհետև այդ մեղքի զգացողությունը այնքան խորը ծանր վերք է առաջացնում, որ ամեն մարդ ի վիճակի չէ կանգնել ու ասել, այո, ես սխալ էի։ Ինչպես պայքարել հորի այս երևույթի դեմ, օրինակ TikTok-ը Հայաստանում արգելափակելը հարցի լուծում է, թե հայհոյախառ բառապաշարը արմատախիլ անելու այլ մեխանիզմներ կան։ Չեմ կարծում, թե ինչ-որ բան արգելափակելով արմատախիլ կանենք։ Մեկ է այդպես հայոյողը TikTok-ն էլ չլինի, մեկ է հայոյելու է։ 5 հոգու ներկայությամբ, 10 հոգու ներկայությամբ, 100 հոգու ներկայությամբ։ Պարզապես TikTok-ներում եւ մյուս տեղերում ավելի հեշտ է, էլի դիմացդ մարդ չկա կանգնած, այնտեղ կանգնել եւ հայոյել առանց հետևանքների մասին մտածելու, այդպես շատ հեշտ է պարզապես։ Եվ մինչեւ այս սոցցանցերի ի հայտ գալը միշտ էլ խոսել են, միշտ էլ բակերում, աշխատավայրերում, ժողովրդական հավաքների ժամանակ, միշտ էլ մարդիկ բամբասել են, միշտ էլ ասել են, պարզապես մենք չենք լսել է այդ 20-25 հոգին։ Սա միշտ է եղել։ Այնպես չի, որ նոր Facebook-ը հայտնվեց, դրա համար հանկարծակի մեր եւ եկեղեցականները, եւ իշխանությունները, եւ ընդդիմությունը դարձան սրիկա։ Ոչ, միշտ էլ հայոյել են իրար։ Ցանկացած բան որ արգելում ես, նա ավելի քաղցր է դառնում։ Նա ավելի քաղցր է դառնում։ Ինչպես օրինակ ասում եմ, անհեթեթությունը անդադար կրկնում ենք ինչ-որ ելույթներում բաներով։ Ես ծաղրում եմ այդ անհեթեթությունը, ես ծաղրում եմ ճոռոմաբանությունը, ես ծաղրում եմ այլանդակ խոսելաձևը։ Ոչ, չեք ծաղրում, պրոպագանդա եք անում։ Եվ այնքան եք անում, դուք մնում եք դրա մեջ, դուք դառնում եք այդպիսին։ Եվ ձեզ կրկնօրինակելով դառնում են այդպիսին։ Ինչ դեր ունեն մտավորականները հանրության միասնականությունը վերականգնելու հանդուրժողականության մթնոլորտի ձևավորման հարցում։ Ելույթներն ունենում եք, պրծնում եք իրար, ուտում եք, հետո ասում եք, ուր է իր մտավորական, ինչու ելույթ չէր։ Ինձ հարցրել եք ելույթ ունենալուց առաջ, որ իրար ուտում էիք, չեք հարցրել։ Հենց նեղն ենք ընկնում, հիշում ենք մտավորականներին։ Միշտ այդպես է, չէ՞, պատերազմից հետո ուր են մեր մտավորականները, ավերածությունից հետո ուր են մեր մտավորականները։ Այդ մտավորականներն էլ ձեզ նման մարդիկ են, նրանք տառապում են, անդադար ուսանողության հետ, անդադար իրենց շրջապատի հետ, գիտնականներն իրենց միջավայրում, նրանք իրենց միջավայրում, ինչու՞ չէ, եւ հետո վերջին աշխով ինչ է մտավորականը, դա առանձին մասնագիտություն չէ, բայց հանկարծ փորձում ես հանրային ձևով ինչ-որ մի կարծիք հայտնել, ինչ-որ բան ասել, կազմակերպված այնպես են ստորացնում այդ մտավորականին, այդ գիտնական լինի, արվեստագետ լինի, ուսուցիչ լինի, այնպես են ստորացնում, այնպես են փչացնում, որ մարդը չի ուզում լեզուն բացանի։ Հիմա մի պես են փորձում, կեսը դարձել են համր, ոչ մեկը չի խոսում, այն մյուս կեսն էլ Աստված չանի բերանը բաց է անում։ Հենց բերանը բաց է անում, սկսում ես հարգել նրանց, ովքեր գոնե չեն խոսում։